Հետագայաբար տեսան սովետական պլակատներ, ինձ շատ հետաքրքրեց, որովհետև ես գիտեի որ ինքը որպես այդպիսին արվեստի ճյուղ է, արվեստի ուղղություն է, որպես այդպիսին ինքը հետաքրքիր է եղել, ինքը միշտ ակտուալ է եղել, ինքը մեր կյանքի մեջ, կենցաղի մեջ ամենտեղ կա, բայց իր բուն մշակութային նշանակությունը կամ արվեստի նշանակությունը շատ դժվար է պատկերացնել, որովհետև փոր չի ունեցել է։ Ու երբ որ ես տեսա, ես զգացի որ ինչ նախ շատ մեծ մեր երկու զալ էր տրամադրված, որ հիմնականում սովետական պլակատին էր տրամադրված եւ հիմնականում սովետական պլակատի մեջը տրամադրված էր տեղ բանի 20-ական 30-ական թվականների պլակատի։ Ու մի կբացատրեմ ցեզի ինչի։ Ուրեմն ըստես ինձ շատ հետաքրքրեց, այս վերջերս առիթ ունեցա ես բավականին խոշոր մի հատ կոլեկցիա առնելու, պատահաբար ինձ բաներեցին, առաջարկեցին պլակատներ, դե ճիշտ ասած մտքից չեն անցնի որ բան դեղնի, որպեսզի վազը կանզնից ես շատ էժան կինսեցի, ապուշկինում սեցի, ասենք ինչ-որ իրանք ուզեին այդ ամբողջ կոլեկցիայի համար մեր $500, ես ասեցի որ կտամ $50, պես բանում որ վազը կան էլի, ասեցի որ կուտաս կան տուր, դիշպե բանում տուր են, երևի շատ պետքությունն իր արա, ու բերեցի ռեստավրացիա երեցի ու բանը երևի լեննական առաջի անգամ այդ պլակատի ցուցահանդեսը պատրաստ չգիտեմ մեր մոդը եղել է որտեղ եղել պլակատի ցուցահանդեսին եղել է բանը շատ հետաքրքիր ինձ թվաց ու ես մի պրակտիսկի հետագայում նորից առա մոտավորապես 300 հատ հասավ իմ կոլեկցիաս պլակատի ու ես մի երկրորդ ցուցադրությունը կազմակերպեմ ու որոշեցի որ անպայման ձեզ հետ կիսվի նաև մի քանի մտքերով, որ այս պլակատը ուտա եւ ինչ կնշանակի ինքը։ Ուրեմն պլակատը երեխեք անհիշելի ժամանակներից գոյություն ունի։ Նույնիսկ անտիկ աշխարհում իհարկե շատ անհարմար տեղ է, շատ հետաքրքիր բանով, նույնիսկ անտիկ աշխարհում եղել է պլակատներ, որովհետեւ պլակատը դիք ինֆորմացիայի փոխանակելու մեկ գործիքն է։ Հասարակություն եւ արտադրող կամ սպառող հասարակություն եւ ծառայություն մեջտեղ ընկած մի հատ գործիք է, որը ժամանակ առ ժամանակ ինֆորմացիա կտա։ Ինքը հիմնականում ինֆորմացիա տալու համար է։ Առաջի պլակատները թող ցեզի զարմանալիորեն չթվա, գտնվել են ոչ հեռու բանից ամֆիթատրոնից, մեծ Հռոմի 6 ամֆիթատրոնից կատակոմբաների մեջ, որտեղ եղել են սեյնակներ։ Այդ սեյնակները եղել են ուրեմն անառակ կանանց սեյնակները եւ յուրաքանչյուր սեյնակի վերևի մասը ցուցադրված էր թե ինչ սեռական հարաբերություններ, ինչ պոզայով կընտրում է այդ կինը։ Եվ համապատասխան դոր մարդիկ կեշտային, ասենք այդտեղ։ Մեկը այս ծևի կուզե կեշտար այդտեղ, մյուսը այս ծևի կուզե կեշտար այդտեղ եւ դիք առաջից տեսած եւ ռեկլամային եւ ինֆորմացիոն ռոլիկներն են եղել, փաստորեն, որը անտիկ աշխարհում է եղել մեր թվարկությունից առաջ։ Հետագայում պլակատի որոշ նմուշներ, այսինքն որը հետագայում որպես այդպիսի պլակատ կնարկվի կամ աֆիշայի որոշ նմուշներ հայտնաբերվել են բանի մոտ։ Էլի անտիկ Հռոմում, երբ որ պատերի վրա դրված էր, ասենք պատերի վրա նկարված էր գլադիատորների մասին կամ որպես հայտարարություն տրված էր գլադիատորների այս օրը այս ամֆիթատրոնում մի տեղ ունենա գլադիատորների այս բանը հանդիպումը կռիվը եւ այդպես ինքը կամաց շրջանառության մեջ դրվա, բայց ինքը անկեղծորեն սա ժամանակի ընթացքում ինքը մեծ բան չի ունեցել։ Ինքը մեծ տարածում չի ունեցել, մեծ տարածում չի ունեցել ու ժամանակի ընթացքում ինքը այդ մագարտակի վրա մնացել է, պլակատը այդ մագարտակի վրա մնացել է որոշ սոցիալական, որոշ ռեկլամային, որոշ ինֆորմացիոն գործ տանելով։ Առաջի անգամ շատ լուրջ պլակատին կադրադառնան, հասարակությունը կադրադառնա եւ դոր պահանջները կավելնա 19-րդ դարի կեսերին, երբ որ բանկեն է երբ որ Տուլուզ Լոտրեկը կնկարի առաջի իր խոշոր պլակատները, որը կաֆե շայտանի վերաբերյալ եւ այլն դեպս կաբարեների, բաների վերաբերյալ, բայց շատ զարմանալիորեն երբ որ նայես այդ շրջանը շատ ռեսկի, շատ չոտկի բաժնված է երկու մասի՝ Տուլուզ Լոտրեկ եւ մնացածը։ Որովհետև Տուլուզ Լոտրեկը եղել է մեր ոճական առանձնահատկության մեջ, որը ինչ որտեղ քիչ ֆովիզմ էր, քիչ ֆուտուրիզմ էր, քիչ չգիտեմ ինչ էր, բայց մյուսները ելել են ավելի շատ ելել են մոդեռնի մեջ։ Ինչ է եղել։ Առաջի իրանք վերցնել են առաջի աֆիշները, որոնք հիմնականում
որպես այդպեսին ի սկզբանե աֆիշներ եղել, աֆիշները դոնք են պլակատներն են, որոնք նկար չունին իրանց մեջ, իրանք մենակ շրիֆտ ունին եւ այդ շրիֆտով իրանք բանկեր էին, այդ շրիֆտով իրանք առանձնանային։ Հիմնականում թատերական ներկայացումների ժամանակ տրված այդ շրիֆտներով գրված բաներն էին, աֆիշներն էին, որոնց առաջի անգամ կանդրադառնան որպես այդպեսին եւ Տուլուզ Լոտրեկը եւ մեկ քանի ֆրանսիացի նկարիչներ։ Հիմնականում եղել է Փարիզում, Ֆրանսիայում եւ 1-2 դեպքեր տեղի ունեցել Գերմանիայում։ Ուրիշ տեղեր որպես այդպեսին այդ շրջանում, որը ասենք 40-ական, 50-ական թվականների 19-րդ դարի 1800 ասենք այդ շրջանում չի եղել։ Եվ շատ հետաքրքիր բան կառաջանա, աժոտաժ կառաջանա հասարակության մեջ, որովհետև իրանք արդեն կենտանի ինտերակտիվ կսկսեն հարաբերվել ինֆորմացիայի հետ։ Շատ կարևոր է, որովհետև գիտեք, ինֆորմացիայի փոխանակման մեծ հնարավորություններ ու շատ խոշոր գործիքներ այդ շրջանում գոյություն չունի։ Եվ առաջի անգամ ինֆորմացիան կսկսվի փոխանակվել շատ ինտերակտիվ, որովհետև ցանկացած դեպքի վերաբերյալ, ցանկացած համերգի ներկայացման, չգիտեմ ինչի վերաբերյալ, գոյություն ունի մի արագ կազմակերպող լիտոգրաֆիայի ձևով տպվող եւ սարքվող պլակատ, որը շատ նկարիչներ հայտնի են եղել իրաց պատերով, որ այն ուժով որ ցանկացած դեպքի եւ ցանկացած առնչության վերաբերյալ եղդիդիկ ռեկլամային ռոլիկ, եղդիդիկ չգիտեմ ինչ, ցանկացածի վերաբերյալ իրանք չափազանց արագ արձագանք են։ Իրիկունը իրանք ինֆորմացիան ստացել են, առավոտ արդեն պլակատները, ասենք ամբողջ Փարիզի սկսած արվաշտաններից վերջացրած կենտրոնը այդ ծևը եղել է։ Եվ ինչն էր, այստեղ շատ կարևոր որ ժամանակի ընթացքում մինչև 19-րդ տարի վերջ եւ այդ 50 տարվա ընթացքում ձևավորվի պլակատի հստակ ուղղությունները, շատ հստակ ուղղություններ կձևակերպին, ոճական առանձնահատկություններ կձևավորվին, բայց ասեմ ձեզի, զարգացում որպես այդպեսին ինքը ունի, բայց ոճական առումով զարգացում առանձնապես ինքը չունի, որովհետեւ նույն բանի մեջ կեշտար, կամ ռետրոյի մեջ կեշտար ինքը, կամ կեշտար մոդեռնի մեջ։ Այդ երկու ուղղություններն են։ Եթե չհաշվենք, որ ինքը Տուլուզ Լոտրեկը ինքը իր յուրահատուկ պլակատը բերեց, ընդհանրապես համաշխարհային կերպարպես, մնացած պարագաներին համարյա թե նույնն էր։ Այսինքն ինքը զարգացում ունի քանակային իմաստով, զարգացում չունի որակային իմաստով։ Որակային իմաստով զարգացում չունի։ Ու այս ֆոնի վրա կա 20-րդ դարը, որը ինդուստրիալիզացման եւ ընդհանրապես չափազանց արագ ինդուստրիալ զարգացման ժամանակաշրջանը կա եւ իր հետ միասին կբերեն նաեւ բավականին մեծ քանակությամբ նոր ծառայություններ, որը հասարակությանը պետք է լինի, որի ռեկլամելու կարիքը կառնի։ Եվ ինչ կստացվի արդյունքում, երբ որ ինդուստրիան կսկսի զարգանալ, կառաջանան մեկ քանի ընկերություններ, որը կարտադրեն մեկ տեսակի ապրանք, եւ դոր համար բնականաբար, որովհետեւ իրանք կարողանային տարբերվել մեկը մեկից, պետք է սկսվի ռեկլամը։ Եվ շատ բաներ, շատ լոգիկայի մեջ է եւ շատ տրամաբանական է, երբ որ արդեն կսկսեին ընկերությունները պատվեր տալ իրանց ապրանքը ցուցադրելու մի հատ նոր ձև կամ նոր գործիք, որպեսզի հասկանան։ Քանի որ ինֆորմացիան չկար հեռախոսների միջոցով, ինֆորմացիան չկար բանը, շատ քիչ էր թերթերի եւ ժուրնալների միջոցով, ինֆորմացիան շատ կտարածվի պլակատի միջոցով։ Ինչն էր պլակատի հիմնական առանձնահատկությունը։ Ինքը պիտի բաղկացած եղնի մեր մի քանի բաներից։ Նախ ինքը շատ կարևոր է, որ ինքը դեղնի բավականին ծավալով մեծ։ Ինքը նշանակի որ հերվիստ ու կրնայի իրան արդեն տեսնեին։ Ինքը դեղնի շատ գունավոր։ Ինքը նշանակի որ ինքը կձգեր ու ինքը քեզի կտանիր, քեզի կգրավեր, որովհետև ես չգիտեմ ինչքանով ծանոթ եք, ասենք 19-րդ դարի Եվրոպան, 19-րդ դարի Ռուսաստանը, ինքը գույներով հարուստ տարածքներ չէին։ Նամանավանդ քաղաքը, իրանք գույներով հարուստ տարածքներ չէին, իրանք բավականին գորշ տարածքներ էին։ Հետո մտավ կուլտուրա, կանաչի, ծարգի, բանի, առանձնապես շատ պարզ փողոցներում այդ ամեն ինչը չկար եւ գույնը դու չէիր տեսնի։ Հետեւաբար այս կարգի պլակատները հայ ախպերությունն է։ Այս կարգի պլակատները իհարկե այս կարգի չէ։ Պլակատները ընդհանրապես շատ մեծ հաջողություն ունեցան ու իրանք շատ արագ սկսեցին բանել անհրաժեշտ դառնալ ընկերությունների եւ մարդկանց համար։ Եւ բաժնվավ մեկ քանի բաների։ Առաջի համաշխարհային պատերազմը, որը 16-17-18 թվականներին էր, փաստորեն եկավ ռեսկի բանենելու, տարբեր կլասների բաժանելու պլակատը։ Արդեն գոյություն ունեցավ առանձին ժանր,
որը ուղղված էր զինվորական պլակատին, որը բանակի հետ կապված զորքի կերակրելու, զորքի զինվորի եւ ամեն ինչը կապված մի հատ պրոպագանդիստական գործիք է, որի ազդեցությունը ահռելի մեծ էր, անգամ առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ուրեմն պլակատի մեր ուղղությունը գնաց դեպի զինված ուժերը, գնաց դեպի այդ կողմ զարգացավ, մյուս ուղղությունը արդեն ինքնին ռեկլամի ուղղությամբ ինքը գնաց սկսեց զարգանալ, որովհետև պլակատը դարձավ շատ կարևոր մի հատ միջոց ապրանքները ռեկլամելու համար եւ որպես այդպեսին իրանց տեքստերով, իրանց բաներով իրանք չափազանց մեծ ազդեցություն ունեցավ եւ 20-ական թվականներին արդեն բան եղավ շրջանառության մեջ մտավ նաեւ կինոն եւ կինոն եղավ այն շարժիչ ուժը, որը տարավ ու զարգացրեց պլակատը։ Ուրեմն ես այստեղ հավաքել եմ բավականին քանակությամբ 20-ական թվականների պլակատներ, 20-ական 30-ական թվականների պլակատներ, որոնք իրանց բանով շատ համախունջ են ժամանակին։ Ուրեմն ինչ է երեխեք ջան, պլակատի արտադրության մեջ ու պլակատի մեջ բավականին լճացում կար, սկսած Եվրոպայից, վերջացրած Ռուսաստանից։ Ու հանկարծ այդ ֆոնի վրա բանկերնի սուպրեմատիզմը կամ ռուսական ավանգարդի մյուս ներկայացուցիչները, Տերկերներ Լիսիցկին, Տերկերների Մալևիչը, Կանդինսկին, իրանք սկսեն բաննել, ուշադրություն Ռոտկոն, Մայակովսկին, իրանք սկսեն ուշադրություն դարձնել պլակատին որպես պրոպագանդայի, որպես իրանց գործեր, իրանց գաղափարների տարածման միառումց է։ Ու քանի որ ամենաառաջադեմ ուղղությունը այդ շրջանում Ռուսաստանում ավանգարդն էր, բնականաբար ավանգարդիստները շատ մեծ թափով մտան գործի մեջ։ Եվ պատկերացրեք երեխեք, ստացվավ ունիկալ մի հատ երևույթ, հսկայական քանակությամբ պլակատներ